1915 թվական, Մեծ Եղեռն, Թումանյանը դստեր, նվարդի հետ մեկուսանում է էջմիածնում, ձեռնամուխ է լինում գաղթականների խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին, Թոթովենցը հիշում է, մի օր էլ տեղատարապ անձրևին նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհասրահը, որը մինչ այդ անձեռնմխելի էր, գաղթականները լցվեցին ներս, երեկոյան Գևորգ 5-րդ վեհափառն իր մոտ կանչեց Թումանյանին, կշտամբեց, ասելով. «Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ։ Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ եւ ինձ ոչ ոք չի խանգարի», նույնքան վճռական պատասխանեց Թումանյանը։ «Դուք հասկանում եք, թե ում հետ եք խոսում եւ ում կարգադրությունն եք անտեսել», վրա բերեց վեհափառը։ «Ես ամենայն հայոց հայրապետն եմ»։ Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց եւ անմիջապես պատասխանեց. «Իսկ դուք գիտեք, թե ում հետ եք խոսում, ես էլ ամենայն հայոց բանաստեղծն եմ»։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։